Դասական տաբատի մոդելավորման մենք ստանում ենք շատ տարբեր տեսակներ։ Ամենատարածված այն կենցաղում, որ օգտագործում է, իսկ շատ հարմար տաբատները, դրանք ամառային այն տաբատներն են, որոնք չունեն կողքի կար։ Ինչպես ենք դա անում։ Ես գծում եմ հիմա ներքևի մի հատ եզր, որպեսզի հենքի թելը չխախտվի, եւ դրա վրա ես հիմա կտեղավորեմ իմ տաբատի այս եզրերը։ Տեղավորվում են, ահա այսպես։ Այստեղ կոնքի կետերը միացնում ենք իրար։ Սա մեջքը ռեզինով լայն տաբատ է։ Ամառային այն լայն տաբատները, որ շատ տարածված են։ Տեսնում եք, մեր սեղմոնները արդեն այստեղ երևում են, թե քանյակ սեղմոն ունենք։ Բոլոր այս սեղմոնները մենք չենք գծում, սրանք բոլորը հավաքվում են ծալքերով, իսկ մենք գծում ենք միայն մեր գոտկատեղի այս գիծը։ Եթե դուք ցանկանում եք, որ ձեր տաբատը վերևի մասում նստի, լինի ձեր համար հարմարավետ, ապա բոլոր այս սեղմոնները կարող եք կարել։ Այսինքն կարող եք սեղմոնները կարել, սա կարող եք մի քիչ փոքրացնել, դարձնել այս սեղմոնների չափի, փոքր էլի բարձրացնեք։ Եվ այս վերևի մասում կնստի, կարող եք նույնիսկ գոտի անել, ռեզին չանել, ոնց ձեզ հարմար է իրականում այստեղ։ Եթե ռեզինով է, ապա այստեղ սովորական կար է, եթե կարված են այս մեր սեղմոնները, ապա այստեղ շղթայի տեղ է արդեն լինում։ Սա ընդհանուր է, նշում եք միայն այս կետերը, հիմա ես պարզապես նշում եմ սրանք, որովհետև սրանք նույնպես պետք է ձևափոխվեն, այսպես ցույց տամ։ Քանի որ տաբատը լայն է, մենք ունենք որոշակի աշխատանք այս գծերի հետ կատարելու համար։ Բնականաբար ոչինչ չի լինի, եթե դուք կարեք այս գծերով ոնց որ կա, բայց քանի որ մենք ունենք կողքը լայնացում, այսինքն այս մեջտեղի գծից արդեն այստեղ ունենք ահագին լայնացում, մոտ 5 սանտիմետր, լավ կլինի, մինչև 5 էլ կարող եք անել, կարող եք նույնիսկ այսպես ուղիղ գիծ գծել այս մեր կետերից, ուղիղ գիծ գծել ներքև, այս ուղղահայաց գծել, կլինի, բայց կարող եք նաև քիչ լայնացնել, ոնց ձեզ հարմար է, այստեղ կարող է լայնանալ 2-ից մինչև այս ուղիղ գիծը, որքան որ դուք ուզում եք։ Ամենայն դեպս հավասարություն պահելը խրախուսելի է, օրինակ եթե այստեղ 5 սանտիմետր եմ, հիմա ես ավելացրել, այստեղ էլ եմ ավելացնում մոտավորապես 5 սանտիմետրի չափով հատված։ Եվ սա արդեն իմ մոտ կողքի կարն է, բայց ելի նորից ասեմ, կարող էի թողնել սա, կարող էի անել մի քիչ ավելի այսպես նեղ ընկած հատված։ Բայց եթե լայն տաբատ է, սա ընդհակառակը ավելի լավ է, որ ուղիղ է, ավելի հեշտ է կարել եւ ավելի լավ է նստում։ Այստեղ չափում ենք ներքևի այս լայնությունը, օրինակ իմ մոտ 69 է, ուրեմն ես կարող եմ սա հանգիստ ձևել, այսպես նույնիսկ կդնեմ այստեղից եւ կնայեմ 1 սանտիմետր կարաբաժին եմ դնում եւ 1 սանտիմետր կարաբաժին այստեղից, ուրեմն 48 չափի L ռազմերը կամ XL մեկ այլ ուրիշ դեպքում բավարար է ընդհանրապես այս տաբատի երկարությունը եւ ես կարող եմ գնել 1 մետր 20 սանտիմետր գոտիով տաբատի համար կտոր եւ ունենալ ամառային այսպիսի հարմար թեթև տաբատ։